Ամուսնալուծության թվերը շարունակաբար աճում են նվազելու փոխարեն։ Այս մասին Եվրոմեդիան տեղեկանում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Այսպիսով, եթե 2023 թվականի հունվար ամսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 335-ը, 2024-ին 352-ը, ապա 2025 թվականի նույն ամսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 385-ը։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023 թվականի մարտ ամսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 407-ը, 2024 թվականի նույն ամսին 406-ը։ Արդեն 2025 թվականի մարտ ամսին ամուսնալուծությունների թիվը կազմել է 449, ինչը համեմատաբար նախորդ տարիների հետ ավելին է։ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ Հանրապետությունում 2025 թվականի հունվարից մարտ ամիսներին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծության 390 դեպք։ 2024 թվականի հունվարից մարտ ամիսներին արձանագրված 284-ի համեմատ։ Հատկանշական է, որ ամուսնալուծություններն ամենից շատ եղել են մայրաքաղաք Երևանում, որոնց թիվը հասնում է 552-ի, իսկ ամենից քիչը Վայոց ձորի մարզում, որի թիվն էլ հասնում է 15-ի։ 2025 թվականին նվազել է անգամ ամուսնությունների թիվը։ Եթե նախորդ տարում 2024-ին ամուսնությունների թիվը հասել է 1283-ի, ապա այս տարում ամուսնությունների թիվը նվազել է հասնելով 994-ի։ Եվրամեդիան պարզելու համար, թե ինչու են տարեցտարի ավելանում ամուսնալուծության թվերը, կապ է հաստատել սոցիոլոգ Արմեն Խաչիկյանի հետ։ Ամուսնալուծությունների բավականին տխուր պատկերը Հայաստանում մի շարք գործոններով է պայմանավորված, բայց ես կնշեմ առաջնային երեքը։ Առաջինը դա համաշխարհային փոփոխություն է, ինչպես ամբողջ աշխարհում մեր հասարակությունում ևս ամուսնության վերաբերյալ ընկալումը փոխվել է, ընտանիքի վերաբերյալ ընկալումը փոխվել է, ու դա շատ բնական է, որտեղ ամբողջ աշխարհն է արագ փոխվում, ևս այդում նաև ամուսնության ընկալումն է փոխվում, եւ նաև այդտեղ շատ կարևոր գործոն կա, որ ամուսինները մինչ ամուսնանալը ավելի մեծ ակնկալիքներ ունեն միմյանցից, եւ երբեմն ամուսնությունից հետո այդ ակնկալիքները չեն բավարարվում, ինչը հանգեցնում է ամուսնալուծության։ Նաև մի հետաքրքիր գործոն կա, որ այդ արագ փոփոխելիությունը ավելի ազատական աշխարհում պրակտիկ դրսևորում է ստանում, իսկ նախկինում ավելի կոնսերվատիվ աշխարհում են ապրում։ Օրինակ կարող եմ բերել, որ մեր պապերը իրենց ամբողջ կյանքի ընթացքում ունեցել են առավելագույնը, ասենք, մեկ տուն, օգտագործել են մեկ մեքենա, նույնիսկ մի շարք գյուղատնտեսական գործիքներ ամբողջ կյանքում մի կամ երկու անգամ են փոխել, իսկ մենք շատերս յուրաքանչյուր տարի փոխում ենք հեռախոսը, մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում այժմյան մարդը մի քանի տան մեջ ապրում, մի քանի մեքենաներ ունենում, այսինքն ըստ այդում այդ փոփոխելիությունը, արագ փոփոխումը նաև վերաբերվում է մարդկային հարաբերություններին, թե ընկերների եւ թե նաև կողակցի ընտրության հարցում։ Իսկ այս ամենի ընդհանուր առմամբ ինչ գնահատական դուք կարող եք տալ։ Դա շատ վտանգավոր, շատ ազգային անվտանգությանը լրջորեն անհանգստացնող խնդիր է ընդհանուր առմամբ, թե ամուսնալուծությունների մեծ քանակը, թե ծնելիության ցածր մակարդակը։ Կարող եմ օրինակ բերել, որ 2015 թվականին 10 տարի առաջ Հայաստանում ամուսնալուծությունները 22% էին կազմում ամուսնությունների համեմատ, իսկ հիմա 31%, իսկ Երևանում 44%։ Շնորհակալ Երևանում 100 ամուսնության զուգահեռ գրանցվում է 44 ամուսնալուծություն։ Այս տեսանկյունից երկու կարևոր գործոն էլ կարող եմ նշել։ Երկրորդ կարևոր գործոնը կանանց զբաղվածության աճն է եւ նաեւ ինքնաբավությունը կանանց հասարակության մեջ, եւ եթե նախկինում տղամարդու կարիք օբյեկտիվորեն ուներ կինը իսկ կյանքի գործունեության ընթացքում, հիմա կինը առանց տղամարդու կարող է հիանալի կյանք ունենալ, կարիերա ունենալ եւ ընտանիքի երեխայի բացի ինքը առանց տղամարդու կարող է շատ մեծ հնարավորություններ եւ հաջողություններ ունենալ։ Եվ երրորդ կարևոր գործոնը պետական քաղաքականությունը չի համապատասխանում մերօրյա դեմոգրաֆիական, ժողովրդագրական մարտահրավերներին, թե ամուսնալուծությանների վերաբերյալ, թե ծնելիության, թե մի շարք այլ խնդիրների վերաբերյալ,
Համապատասխան պետական ժողովրդագրական քաղաքականություն չկա եւ ժողովրդագրական քաղաքականությունը չի խոչընդոտում որոշակիորեն կամ դժվարեցնում ամուսնալուծության իրավական եւ կազմակերպչական գործընթացը։ Մինչդեռ օրինակ հայ առաքելական եկեղեցին ըսակի կարգը սահմանված է եւ ամուսնալուծություն որպես այդպեսին շատ հազվադեպ դեպքերում անապատեսված ըստ հայ առաքելական եկեղեցի։ Ուստի պետք է պետությունը եւս որոշակիորեն դժվարեցնի ամուսնալուծության գործընթացը, ինչպես նաեւ ամուսնության գործընթացում կատարի որոշակի ազդեցություն, այսինքն մանրամասն տեղեկացվի եւ միջև ամուսնանալը, որպեսզի զույգերը ավելի գիտակցված, ավելի ըմբռնումով, ավելի հավասարակշռված լուծում գործողություն կատարեն, որտեղ երբեմն հենց ամուսնալուծությունը կարելի է տեսնել ամուսնության ինչ պայմաններում են ամուսնանում եւ ըստ այդմ ենթադրել թե ինչ արդյունք կունենա այդ ամուսնությունը։ Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ պարբերաբար որպես իր իշխանության ձեռքբերում ներկայացնում էր ամուսնալուծության թվերի անկումը, սակայն հիմա ամեն բան ճիշտ հակառակն է։